Հավանականության հանգամանքով պայմանավորված շարունակում է արտադրել մեղադրյալների կողմից տվյալների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը, սակայն այն ժամանակի ընթացքում որոշակիորեն նվազել է եւ դատանը գտնում է, որ այլընտրանքային խախտման միջոցների համակցության կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալների պատշաճ վարքագիծը։ Ուստի դատանը ղեկավարելով քրեական դատավարության օրենսգրքի 122-ից 123-րդ, 125-րդ, 127-րդ եւ 270-րդ հոդվածներով որոշում է մեղադրյալ Գևորգ Գրիգորի Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափանմիջոց կալանքը փոխել այլընտրանքային խափանմիջոցների համակցության տնային կալանքի 3 ամիս ժամկետով գրավի 1 միլիոն դրամի չափով եւ բացակայելու արգելք։ Դատական նիստին վեհափարի եղբոր դեմ ցուցմունք է տվել Հանրապետություն կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանը, սակայն նիստի ընթացքում նա կրկին ոչինչ չէր հիշել։ Դատավորը նրա ագրեսիվ պահվածքի համար սանկցիա է կիրառել։ Դուք քիչ առաջ պատասխանեցիք, որ Գևորգ Ղազարյանը մատնացույց է արել նշտապանցած եւ ասել է, որ նրանք ով է Գևորգ Ղազարյանը։ Դե չէ, Գարիկ Ղազարյանը։ Հասկանալի է, չէ՞ Գարիկ Ղազարյանը։ Հիմա այդ մասը երբ մտաբերեցին։ Որ մատնացույց է արել։ Ընթացքում հարցը։ Այո։ Առաջին հարցակնության ժամանակ ասել եք դրա մասին թե ոչ։ Որ հարցը։ Քրիչի մոտ հարցակնության ժամանակ։ Այո, չեմ հիշում։ Իսկ դատանում առաջին հարցակնության ժամանակ ասել եք դրա մասին։ Դա չեմ հիշում։ Հիշողության կապված խնդիր ունեք։ Իսկ ունեք։ Գուցե։ Գուցե դե ունեք թե չեք։ Չեմ ստուգվել, գուցե։ Կարող ունեք։ Գուցե։ Չի բացառվում։ Չի բացառվում։ Չի բացառվում։ Այո։ Այսինքն կարող եք ասել, որ նման տեղեկությունները դուք հենց որ օրինեցիք։ Կարող եք դες բան։ Չեք կարող։ Համբարձում Ներսիսյանի դուք անձամբ տեսել եք ընդդեմ։ Ես Համբարձում Ներսիսյանի իմ կյանքի ընթացքում երբևէ որպես այդպիսի առանձին չեմ հանդիպել, որ Համբարձում Ներսիսյանը տպավորված լինի իմ մեջ, հարգելի պաշտպան։ Կարան դիտարկել, որ Համբարձում Ներսիսյանը այնտեղ չի եղել։ Դուք կարող եք դիտարկել, որ Չակ Նորիսն էլ այնտեղ չի եղել։ Կարող է բրուսինն է, 81 է։ դե դա 81 է։ Եկա Մկրտչյան։ Հարգելի պաշտպան, հրություն։ Դատանը ձեզ բազմիցս նախազգուշացրեց, որպեսզի կորեկտ եւ հարցերին նորմալ պատասխանել հնչեցնել, ու դատանը հիմա ձեր նկատմամբ կիրառում է դատական սանկցիա։ Նկատողություն է հայտարարում ձեզ հաջորդ անգամ նմանատիպ վարքագիծ դրսևորելու դեպքում ձեր նկատմամբ կարող է կիրառվել ավելի խիստ դատական սանկցիա։ Այսօր ընթացել է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։ Դատական նիստը փակ էր լրատվամիջոցների համար, քանի որ ընթացքի մեջ էին վկաների հարցաքննությունները։ Նիստի ավարտին է միայն լրագրողներին հնարավորություն տրվել հարց ուղղել քաղաքապետին։ Նա հարցերին սաղմոսով է պատասխանել։ Տեր, Դավիթ, այնոցի, որ տադեն ձեզ, մարզնչի այնոցի, որ մարզն չեն ձեզ, ես մեղքում եմ, այսպես պիտի լինի, մերի գալուսն է, ների արբանյակները եկել են, երևում են և պատրաստեք դիմացի ընտրություններին, որ Հայաստանի Հանրապետությունը լինի լուրջ ձեռքերում, լուրջ մարդկանց ձեռքով և գրվածքներ կատարվում է տասնյակ սրբերի գրվածքը պիտի կատարվի աշխարհի վերջին օրերին, ինչ պիտի լինի հայոց ազգին։ Ասեմ ձեզ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև Աստված ընդմեզ է, առաջ Աստված, հանգիստ լավ է լինելու։ Իսկ Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների այդ տարիների կեսը նա կանցկացնի սովորական, մյուս կեսը խիստ ռեժիմի բանտում։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին մեղավոր են ճանաչել մի շարք ծանր հոդվածներով։ 1 տարուց ավելի տևած գործընթացին չեն մասնակցել անկախ փաստաբաններ, իրավապաշտպաններ կամ միջազգային լրատվամիջոցներ։ Վարդանյանի ընտանիքը սարսափեցնող, բայց ոչ անսպասելի է անվանել վճիռը, նշելով, որ արդյունքը կանխորոշված էր դեռ նրա ձերբակալության պահից։
Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքները հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Չնայած Ռուբենի որպես հումանիստի, բարեգործի եւ սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության, առաջնորդների եւ միջազգային մասնագետների աջակցությունն ուժ եւ հույս են հաղորդում մեր ընտանիքին։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ։ Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ, որպես ամբողջություն։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին միջազգային իրավունքին համահունչ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու եւ իրավունքները պաշտպանելու համար։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր չէ ազատ արձակել դատապարտված առաջնորդներից որևէ մեկին։ Նրա խոսքով դատավարությունները եղել են իբր թափանցիկ, իսկ ներկայացված մեղադրանքները լիովին ապացուցված։ Իսկ ով է Ռուսաստանաբնակ միլիարդատերը, որը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից ու տեղափոխվեց Արցախ։ 57-ամյա Վարդանյանի անցած ճանապարհը Սեդակ Յուրեղյանն է ներկայացնում։ Ռուսաստանում առաջին ներդրումային բանկի հիմնադիր, Մոսկվայի առաջին մասնավոր բիզնես դպրոցի ստեղծող, բարերար, Արցախի պետնախարար, ապա գերի Բաքվի բանտում։ Նա հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է, հայ ընտանիքի որդի, մարդ, որ իր ճանապարհը հարթել է ինքնուրույն։ Սա Ռուբեն Վարդանյանի կյանքի պատմությունն է։ Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1968 թվականին Երևանում, 1985 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այստեղ էլ սկսվել է նրա մասնագիտական ճանապարհը։ Խորհրդային միության փլուզումից հետո շատերը խուսափում էին ռիսկից։ Այդ տարիներին բիզնես սկսելը անորոշություն էր, հաճախ վտանգ։ Ռուբեն Վարդանյանը դիմում է այդ ռիսկին։ Ռուսաստանում ստեղծում է առաջին ներդրումային բանկը, հետագայում էլ հիմնում Մոսկվայի առաջին մասնավոր բիզնես դպրոցը, որտեղ թրծվում էին ապագա տնտեսագետներն ու կառավարման մասնագետները։ 1988-ից 90-ականների վերջին Հայաստանում ծանր ժամանակաշրջան էր, երկրաշարժ, պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ։ Ռուբեն Վարդանյանը հայրենիքում կատարվողին անհաղորդ չէր։ 2000-ականների սկզբին Հարվարդում կրթության տարիներին նա հանդիպում է բոստոնահայ գործարար Նուբար Աֆեյանին եւ միասին նախաձեռնում են Հայաստան 2020 նախագիծը, մշակում մինչև 2020 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը։ Այդ տարիների ընթացքում Վարդանյանը գործընկերների եւ ընկերների հետ աջակցում ու իրականացնում է ավելի քան 700 նախագիծ Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր երկրներում ուղղված կրթության, մշակույթի ու հոգեվոր ժառանգության պահպանմանը։ Ցեղասպանությունից մազապուրծ Համայակ Վարդանյանի թոռն է Ռուբեն Վարդանյանը։ Նրա եւ ցեղասպանության 100-ամյակի հիշատակին 2016-ին Վարդանյանը նախաձեռնում է Ավրորա մրցանակաբաշխությունը, որի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը փրկելու հակամարտությունների եւ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետևանքով տառապողներին։ Օվկիանոսից այն կողմ մրցանակաբաշխությամբ կամ սեփական ծրագրերով հայրենակիցներին աջակցել Ռուբեն Վարդանյանը բավարար չհամարեց։ 2022 թվականին հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից եկավ Արցախ եւ ստանձնեց պետնախարարի պաշտոնը։ Վարդանյանը 112 օր պաշտոնավարեց որպես պետնախարար։ Արցախի շրջափակման օրերին մնաց այնտեղ եւ շարունակեց բարձրաձայնել քաղաքական, մարդասիրական ու սոցիալական խնդիրներ։ Արցախից նա խոսեց միջազգային լրատվամիջոցների հետ, ահազանգ հնչեցնելով կատարվողի մասին։ Սկսեց վերանորոգել Մարտակերտի եկեղեցիներից մեկը ի նշան հոգեվոր եւ բարոյական վերածննդի։ Այդ վերանորոգումը ավարտին չհասավ։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանին առևանգեցին Հակարիի կամրջից եւ տեղափոխեցին Բաքու։ Կեղծ դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանին մեղադրել են ահաբեկչության համար, ավելացրել մի քանի հատոր իր հետ կապ չունեցող մեղադրանքներ։ Ռուբեն Վարդանյանին կեղծ դատավարության սկզբից թույլ տվեցին միջազգային փաստաբան ունենալ, բայց նրա միջնորդությունները ընթացք չստացան։ Փաստաբանը հրաժարվեց գործունեությունից, անարդար ու կեղծ դատավարության պատճառով։ Ռուբեն Վարդանյանը բանտից ուղերձներ, ձայնային հաղորդագրություններ ու կոչեր հղեց։ Իսկ հիմա Բաքվի դատարանում նրան դատապարտում են առանց միջազգային փաստաբանների, մեդիայի մասնակցության։ Սեդակ Յուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arքեպիսկոպոս Աջապահյանն արդեն Գյումրիում է իր կեցավայրում, որտեղ պետք է տնային կալանքը կրի։ Շիրակի թեմի առաջնորդը երկրորդ վիրահատությունից հետո այսօր է դուրս գրվել Իզմիրլյան բժշկական կենտրոնից եւ 8 ամիս անց տեղափոխվել Գյումրի։ Հիվանդանոցում Սրբազանին ուղեկցել են բժշկական կենտրոնի տնօրենն ու հոգևոր տեսուչը։ Մեքենա նստելուց առաջ Սրբազանը շնորհակալություն է հայտնել ու ողջագուրվել Արմեն Չարչյանի եւ Տեր Հովանեսի հետ։ Նշտարդ տեղը Գյումրեցիները իրենց թեմի առաջնորդին դիմավորել են սրբազան վանկարկումներով, ջերմ գրկախառնություններով եւ համբույրներով։ Մարդիկ մեկը մյուսին հերթ չտալով շտապում էին ստանալ սրբազանի օրհնությունը, որին արդեն 8 ամիս է սպասում էին։ Հեցի անվան շուրջ հերթական հակասական հայտարարություններն են հնչել այս անգամ էլեկտրաէներգիայի սակագնի եւ ընկերության վարկային պարտավորությունների շուրջ։ Ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ուժեղ Հայաստան կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ իշխանությունը փորձում է հասնել հեցի արժեքի կտրուկ նվազեցմանը։ Իսկ ով է խաբում սպառողին, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Հեցի անվան շուրջ հերթական հակասական հայտարարություններն են հնչել։ Էլեկտրաէներգիայի արժեքի վրա հեցի վարկերի ազդեցության վերաբերյալ իշխանությունից տարբեր դիրքորոշումներ են ներկայացվում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց, որ հեցի վերցրած վարկերը չեն ներառվում էլեկտրաէներգիայի գործող սակագնի հաշվարկում։ Նրա խոսքով սակագնային քաղաքականությունը կառուցվում է հաստատված մեթոդաբանությամբ եւ վարկային բեռը չի փոխանցվում սպառողներին։ Մեթոդաբանության իմաստով, այո, վերցրած վարկերի տոկոսները, իսկ խոսքը գնում է ոչ թե վերցրած վարկերի, այլ վերցրած վարկերի տոկոսների մասին։ Վերցրած վարկերի տոկոսները չեն մտնում սակագնի մեջ։ Մինչդեռ ավելի վաղ Գևորգ Պապոյանը ներկայացրել էր այլ պատկեր։ Էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ հեցի ֆինանսական պարտավորությունները, այդ թվում վարկերը, այս կամ այն ձևաչափով արտացոլվում են սակագնային քաղաքականության մեջ։ Իսկ ում հաշվին է այդ անտոկոս վարկը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Այս լույսը, որը վառվում է, կամ այդ հեռուստացույցով հիմա մեզ դիտում են մեր քաղաքացիները, իրենց վճարած էլեկտրաէներգիայի փողի մեջ մտած է այս վարկի տոկոսը։ Մեսրոպյանն ասում է, գուցե նախարարը քաղաքական գնահատական է տվել։ Պարոն Պապոյանը բացի էկոնոմիկայի նախարար լինելուց հանդիսանում է նաև քաղաքական գործիչ եւ ինքը երևույթին տվել է ըստ էության միգուցե նաև քաղաքական գնահատական։ Քաղաքական գնահատականը սպառողին չի հետաքրքրում, ասում են մասնագետները։ Այս փուլում հստակեցման կարիք ունի մեկ բան՝ վարկային բեռը ամբողջությամբ կրում է ընկերությունը, թե այն հաշվարկային մեխանիզմների միջոցով կարող է մասամբ արտացոլվել սակագնում։ Ինչպես կարող է ստեղծված իրավիճակն ազդել սպառողների վճարած սակագնի վրա։ Մեր երկրում փորձագիտությունը ցավոք սրտի մեռնում է կամաց-կամաց։ Միշտեր փորձագիտությունը շատ ավելի բարձր պետք է լինի կանգնած, քան քաղաքականությունն է։ Սա եկել է մի հարթություն, երբ որ դա քաղաքական լուծում է պահանջում։ Սպառողը պետք է իմանա մի բան, որ էկոնոմիկայի նախարարը խաբել էր, ավելին հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այս ոլորտում այլևս իր պաշտպանը չի եւ քաղաքականության պաշտպանն է։ Հեցի նախկին տնօրեն Դավիթ Ղազենյանը շարունակում է պնդել միայն բնակչության համար էլեկտրաէներգիայի արժեքը հնարավոր է նվազեցնել 2-ից 3 դրամով։ Խմբակի ներկայացուցիչները հայտարարում էին, որ տարածաշրջանում ամենաթանկն է, 6 ամիսը դուք եք կառավարում եւ առաջին անգամ դուք իրավունք ունեք նաեւ դիմեք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով իջացնելու համար։ Հիմա ֆիքսենք, իրենք ասում են մենք շատ լավ ենք կառավարում, իրենք ասում են, որ այսպես թալանվել է, չգիտեմ, կոռուպցիա եւ այլ հիմա չկա, բայց ուր են գնում այդ գումարները, եթե մենք թալանում ենք, մեր մոտ կար կոռուպցիա, հիմա իրանք անդադ գրում են, այսքան վերադարձրեցինք, դե ինչ ասեք սակագինը։
Այսպիսով նույն ոլորտի պատասխանատու կառույցների հայտարարություններն առնվազն տարբեր շեշտադրումներ ունեն, մինչ սպառողները փորձում են հասկանալ իրենց վճարած սակագնի կառուցվածքն ինչից է բաղկացած, պաշտոնական դիրքորոշումներում հստակություն չկա։ Սդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Օրեր առաջ ազգային ժողովում քննարկվող մեդիա օրենքի փոփոխությունները կրկին հարցականի տակ են դրել խոսքի ազատության եւ անվտանգության սահմանները։ Նոր նախագծով հեռարձակողը պատասխանատու կլինի ուղիղ եթերի յուրաքանչյուր հայտարարության համար, իսկ կարգավորողն իրավունք կունենա ստուգանել կամ անգամ դադարեցնել եթերը։ Կարգավորում թե նոր սպառնալիք մեդիաների համար։ Մանրամասները ռեպորտաժում։ Ազգային ժողովում քննարկվող տեսալսողական մեդիայի մասին օրենքի փոփոխությունները իշխանությունը ներկայացնում է որպես անհրաժեշտ քայլ տեղեկատվական դաշտը կարգավորելու եւ ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։ Մենք հնարավորությունը տալիս ենք դա միանշանակ եւ կրկնում եմ, ասա ամբողջ նրա համար է, որպեսզի այդ խախտումները շարունակական բնույթ չկրեն։ Փոփոխություններով ընդլայնվում են կարգավորողի լիազորությունները, խստացվում են տուգանքները, իսկ որոշ դեպքերում հնարավոր է նաև հեռարձակման դադարեցում։ Օրենքում նախատեսված փոփոխության համաձայն հեռարձակողն է պատասխանատու ուղիղ եթերի ժամանակ հնչած յուրաքանչյուր հայտարարության կամ ձևակերպման համար։ Կարգավորումներ կան, այնպես չէ, որ որևէ կարգավորում նախատեսված չէ, սակայն այդ կարգավորումները լիարժեք չեն։ Մենք փորձել ենք այս փաթեթում այնպիսի կարգավորումներ առաջարկել, որոնք ամբողջությամբ կգան փակելու հնարավոր բոլոր ռիսկերը։ Թեև նախագծի հեղինակները խոսում են պատասխանատվության բարձրացման մասին, փորձագետները հարց են բարձրացնում ձևակերպումներն արդյոք բավարար հստակեցված են, ինչպես եւ ով է որոշելու, թե նշված ձևակերպումը ինչ բնույթ ունի։ Ասել ենթադրենք ինչ որ մեկի մասին ասում են դավաճան, դա հայհոյանք է, թե հայհոյանք չէ, կամ ինչ որ մեկին ասում են մանկապիղծ, դա հայհոյանք թե վիրավորանք է, զրպարտություն է եւ այլն։ Այսինքն չափանիշները, որով դուք պետք է հիմա ինձ ընդհատեք, ասեք ներողություն Արամ Աբրահամյանը վատ բան ասեց կամ չգիտեմ եւ այն, շատ հեղուկ է։ Օրինակ, ներքաղաքական գործընթացներին միջամտություն, ազգային անվտանգությանը սպառնալիք կամ հանրային շահին վնաս հասցնող բովանդակություն հասկացությունները գնահատողական բնույթ ունեն։ Իսկ եթե չափորոշիչները հստակ չեն սահմանվում, որոշման լայն դաշտը կարող է անցնել կարգավորող մարմնի սուբյեկտիվ գնահատմանը։ Սա ոչ թե կարգավորող, այլ պատժիչ գործողություն է, հերթական ռեպրեսիվ գործիքակազմն է ամրագրվում օրենքով, հակասելու սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին եւ ընձեռնում է հետապնդումների իդեալական հնարավորություն։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավում նաև օտարերկրյա հեռարձակողների գործունեության սահմանափակման դրույթը։ Հարց է առաջանում, ով եւ ինչ չափանիշներով է որոշելու, թե տվյալ հաղորդումը միջամտություն է ներքաղաքական կյանքին, թե պարզապես քննադատական լրագրություն։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահն ինքն էլ է ընդունում, որ այստեղ շատ բացեր կան։ Սա ամենադժվարն է եւ մեր դեռ վեճեր կան, չբացեմ ամբողջ խոհանոցը, օրինակ շատ իրավական կառույցներ, օրինակ նույն արդարադատության նախարարությունը, օրինակ կամ ազգային ժողովի մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում, իսկ ինչ բան է ներքին, քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի։ Իրավապաշտպանների մի մասը զգուշացնում են, եթե վերահսկողության մեխանիզմները բավարար անկախ չեն, օրենքը կարող է կիրառվել ընտրովի։ Իսկ օրենքի ընտրովի կիրառումը արդեն ոչ թե կարգավորում է, այլ քաղաքական ազդեցության լծակ է դառնում։ Մյուս կողմից իշխանությունը պնդում է, որ փոփոխությունները համապատասխանում են միջազգային փորձին եւ ուղղված են տեղեկատվական անվտանգությանը։ Հիմնական հարցը մնում է բաց։ Նոր կարգավորումները կապահովեն արդյոք հավասարակշռություն ազատ խոսքի եւ պետական անվտանգության միջև, թե կբացեն ճանապարհ մեդիադաշտի ավելի խիստ վերահսկողության համար։ Սդամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Տարոն Ղանդիլյան, ABC Media։ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները Ժնևում բանակցություններ են անցկացնում Օմանի միջնորդությամբ։ Կողմերը փորձում են համաձայնության գալ իրանական ատոմի շուրջ։ Թեհրանը պահանջում է չեղարկել պատժամիջոցները իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորելու պատրաստակամության դիմաց, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում է կանխել Իրանում միջուկային զենքի հայտնվելը։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանն ու Ամերիկայի
Միացյալ Նահանգները Ժնևում ընթացող բանակցությունների ժամանակ քննարկում են պատժամիջոցների չեղարկման և միջուկային դոսիեների մանրամասները։ Բանակցությունների ավարտից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ հնարավորությունների նոր պատուհան է բացվում։ Նրա խոսքով կողմերը համաձայնության են եկել այն սկզբունքների շուրջ, որոնցով պետք է շարունակվեն միջուկային ծրագրի վերաբերյալ քննարկումները։ Թեհրանը հույս է հայտնել հասնել դիվանագիտական լուծման, բայց միաժամանակ ընդգծել է առաջընթացը դեռ վերջնական համաձայնագիր չի նշանակում։ Իմ համոզմամբ բանակցությունների նախորդ փուլի համեմատ գրանցվել է լավ առաջընթաց։ Մենք դիտարկել ենք տարբեր գաղափարներ եւ դրանց վերաբերյալ լուրջ քննարկումներ ենք ունեցել։ Արդյունքում գտնվել է ռազմավարական ուղին, որին մենք հավատարիմ ենք մնալու եւ որով շարժվելու ենք դեպի հնարավոր համաձայնագրի տեքստի նախապատրաստումը։ Պայմանավորվել ենք, որ կողմերը կաշխատեն հնարավոր պայմանավորվածության տեքստերի վրա, այնուհետև կփոխանակվեն դրանցով, որից հետո կորոշվի բանակցության երրորդ փուլի ամսաթիվը։ Նույն տեղում Ժնևում այսօր մեկնարկել է ԱՄՆ, Ուկրաինա և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը, որտեղ քննարկելու են անվտանգության և ռազմական հարցեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ, նախազգուշացնելով, որ Ժնևում կայանալիք եռակողմ հանդիպմանը սպասում են պարզ արդյունքներ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։